Լեռնային Կիլիկիան եմ, որտեղ անառիկ ժայռերի գրկում վեր է խոյանում լեգենդար Վահակա ամրոցը։ Այս պատերը տեսել են Ռուբինյան իշխանների հզորությունն ու հայոց պետականության վերածնունդը 11-րդ դարում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են պարիսպները միաձուլվում բնական ժայռերին։ Ճարտարապետական այս հանճարեղ լուծումը Վահկան դարձրել անմատչելի ցանկացած թշնամու համար։ Այստեղից է սկսվել մեր իշխանների հաղթարշավը դեպի Կիլիկիայի դաշտավայր։ Ամրոցն իր 1200 մետր բարձրությունից կարծես հսկում է ստորոտում փռված եւ գրեթե ծովի մակարդակին հավասարվող Արգավանդ հարթավայրը։ Այս բարձունքից բացվում է Կապան գետի ռազմավարական հովիտը։ Դարեր շարունակ Վահկան եղել է այս կարևորագույն զարկերակի անխախտելի պահապանը։ Հենց այս հովտով է անցնում այն պատմական ուղին, որը տանում է դեպի հյուսիս, միանալով Կեսարիային եւ կապելով Կիլիկիայի լեռնաշխարհը Փոքր Ասիայի սրտի հետ։ Այսօր, նայելով այս ավերակներին բարձրությունից, զգում ես դարերի շունչն ու մեր նախնիների անկոտրում կամքը։ Վահկան այսօր էլ կանգուն է, որպես լուր վկա մեր փառահեղ պատմության։